ՀԾԿՀ-ն իր որոշմամբ դադարեցրեց հեծի բաշխման լիցենզիան։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով նիստին նախորդող օրերին տեղի ունեցան ակցիաներ սակագինը իջեցնելու համար։ Նշվում էր, թե Տաշիր ընկերությունը կամ հեծը խոստացել էր մինչև 2031 թվականը չի բարձրացնի սակագինը։ Դրանք կեղծ հարցապնդումներ են։ Հայաստանում էլեկտրոէներգիայի սակագինը իջեցնողը կամ բարձրացնողը բացառապես ՀԾԿՀ-ն է, նշել է նա, ապա հավելել. եթե այս կամ այն գումարելին կարող է դրական կամ բացասական ազդել սակագնի վրա, դրանց արդյունքում է հանձնաժողովը հասկանում, կարող է իջեցնել սակագինը, թե ոչ, ասել է նա, հավելելով, որ էլեկտրոէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ են գտնվում։ Ինչպես հայտնել էինք նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի բանուկ հատվածում սպանություն էր տեղի ունեցել, սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։ Սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամկետով։ Այս մասին տեղեկությունը Արարատ Նյուզի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետն ընդգծել է, ԱՄՆ-ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Բարձր գնահատել ԱՄՆ-ի եւ անձամբ Թրամփի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Երևան այցելել օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականը առաջ մղելու համար։